Միշտ որ կնստես, ես կխնդրեմ Արեն ջան գաս այստեղ, Գոր ջան գաս այստեղ։ Օրհնենք Գորին ու ճանապարհենք բանակ։ Ամսի 20-ին Գորին էլ են տանում բանակ։ Ասում եմ չեն կարող ավանդությունը չխախտենք։ Արեն ջան, խնդրեմ որ դու աղոթես, հա։ Մոտ դեժավյու է։ Մոտ ոնց որ դեժավյու լինի, անցած տարի ժամանակ Գևին ճամփեցինք, հիմա Գորին ենք ճամփում։ Աստված բարի է։ Նա ինչ մեծ ընտանիք է քեզ սպասում։ Գոր ջան, օրհնենք քեզ ու հանձնենք Աստծո ձեռքերի մեջ եւս մեկ անգամ։ Ես մի սաղմոս կկարդամ ու կուզեմ, որ այս սաղմոսը ամեն ժամանակ քո աչքի առաջ լինի, Գոր ջան։ Երեկվանից իմացա, որ պետք է աղոթեմ ու խոսք էի ուզում Տիրոջից ու նոր մի 5-10 րոպե առաջ Տերը այս սաղմոսը տվեց, որ ինչ դժվարություն էլ կունենաս, նեղություն, եթե ինչ-որ բանի առաջ կկանգնես, 121 սաղմոսը միշտ սրտիդ մեջ պահի։ Ու ես կկարդամ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի, քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու եւ չի քնելու։ Տերը քո պահապանն է, Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը գիշերը։ Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից։ Տերը պիտի պահպանի քո երթ ու դարձը այսուհետև մինչև հավիտյան։ 121 սաղմոս միշտ հիշի, մոտդ պահի, սրտիդ մեջ։ Եկեք աղոթենք, եկեք նախ գոհանանք մեր Գևի համար ու Տերը թող օրհնի քեզ քո աղոթքների համար ու ամեն մեկից ու ոչ միայն մեր Գևի Գորի, այլ բոլոր զինվորների համար ու թող դա շարունակական լինի ամենօրյա աղոթքիդ մեջ, սիրելիս։ Եկեք աղոթենք։ Տեր ջան, շնորհակալ ենք այսօրվա համար, որ ունենք աղբեր, որ պետք է գնա ու ծառայի մեր երկրի համար ու ոչ միայն նա այդ պարտքն ունի, այլ ունի նաև հոգևորում պարտք։ Այն պարտքը, որ սերա պարտք, Քրիստոսի սերն է պարտք ու թող այդ սերը մարդիկ տենան, թող ամեն մի նրա կողքի, ամեն մի անձ, նրա շրջապատը, բոլորը տենան Գորի մեջ Քրիստոսի տղամարդկային բնավորությունը, այն թասիբը, այն ուղղությունը, այն որ կոմպրոմիս չունենա ոչ մի մեղքի հետ, Հիսուսի անունով, որտեղ որ նա ոտքը դնի, թող Տիրոջ համար վերցնի ու գրավի Հիսուսի անունով։ Տերն է քո պաշտպանը ու միշտ թող հայացքդ լինի Տիրոջ վրա։ Ու այն ինչ որ նրա կամքն է, այն ինչ որ մեր թանկ Տիրոջ կամքն է, քո կյանքում ոչ մեկ չկարենա խանգարի։ Մենք արգելում ենք Հիսուսի անունով ամեն սխալ խոսք, ամեն ծուղակ, որ պատրաստված կարա լինի Տիրոջ կամքից դուրս գալու համար։ Եվ ասում ենք Տիրոջ ձեռքը, Տիրոջ կամքը ու նպատակը Գորի կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Տերն օրհնի շատ։ Փառք Հիսուսին, կարաք նստեք Աստծո ներկայության մեջ։ Տարիներ ինչ արագ է, չի անցնում, ինչ արագ է թռնում։ Մի տարի առաջ էր ավագ որդուս ճամփեցի, հիմա կրսեր որդուս եմ ճամփում, մարդը 3 երեխա ունենա ու ոչ ոք տանը չապրի իր։ Անջատեք խնդրում եմ հեռախոսները։ Հուր Հավիտյան։ Փառք Հիսուսին այսօրվա համար Աստված բարի է եւ ամեն ժամանակ բարի է։ Գիտես ժամանակ ինչ արագ է անցնում։ Ոնց որ երեք լիներ, այս փուճուր երեխեք են այն լավ աղբերների նման, որ հետևում նստած են։ Եկեղեցի ենք տանում, հետևում նստում էին, թուղթ ու գրիչ ենք տանում, որ նրանք նկարեն, չխանգարեն ծառայությանը, հետո ինչ արագ են մեծանում։ Գիտես ինչ հետաքրքիր գին ենք վճարում, անկեղծ
Հիշում եմ, երբ որ մենք գնում ենք եկեղեցի, մեր եկեղեցի գնալը շատ երկար էր տևում։ Մենք ապրում ենք Աբովյանում, իսկ եկեղեցին Բանգլադեշում էր։ Եվ որպեսզի մենք գնանք եկեղեցի, ինչ էր ստացվում։ Իմ կինը ժամը 4-ին պիտի ճանապարհ դուրս գար, վերցնում էր 2 երեխաներին, ես Բանգլադեշում եմ աշխատում, վերցնում էր 2 երեխաներին, ժամը 4-ին տնից դուրս էր գալիս, որովհետև 2 կամ 3 տրանսպորտ պիտի փոխեր։ Որպեսզի ժամը գոնե 6-ին հասնենք Բանգլադեշ, որ այնտեղ մասնակցենք ծառայությունը վերջանում էր 8:30, հետո նորից 2-3 տրանսպորտով մենք հասնում ենք էլի Աբովյան, այսինքն տան կինը, որպեսզի գնա եկեղեցի, ծախսում էր քանի ժամ 6-7 ժամ ծախսում էր, որ գնա եկեղեցի ու գար։ 6-7 ժամ նա ծախսում էր տան կինը, որպեսզի գնա եկեղեցի։ Դա մեր որոշումն էր։ Մեր համար դժվար էր, բայց մենք ճեղքում ենք եւ ամեն շաբաթ գնում ենք ու գին ենք վճարում, որ համար չենք փոշմանել։ Ինչ համար որ գին ես վճարում, դա թանկ է լինում։ Ինչ համար գին ես վճարում, դա վրա Աստծո կրակն է գալիս եւ Աստծո կրակը գալիս է զոհի վրա, որովհետեւ գին ենք վճարում։ Հա? Այսօր շատ ավելի հեշտացել է։ Փառք տանք Աստծուն, որ ունենք հնարավորություն, եթե գյուղերի համար օգնում ենք գյուղերին, որ տրանսպորտ ենք ուղարկում, մեքենա ենք ուղարկում, տաքսի ենք ուղարկում, գիտես, արժի դրա համար Աստծուց կոհանալ միշտ, որ մենք կարանք այստեղ փափուկ տեղում նստած, տաք տեղում նստած, Աստծուն պաշտենք, հնարավորություն ենք ունենում, որ մարդիկ դու գյուղերից կամ ինչ որ տեղերից զորեն կողմից, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանկարծ քո ոտը եկեղեցուց չկտրվի։ Փառք Հիսուսին։ Գիտես, այն խոսքը, որ այսօր ես ուզում եմ քարոզեմ այստեղից ու կիսվեմ քեզ հետ, ճիշտ ասած լրիվ ուրիշ խոսք է պատրաստել, լրիվ ուրիշ բանի մասին էի ուզում խոսեի, բայց ուրբաթ օրը լրիվ Տերը տարավ ուրիշ տեղ ու նույնիսկ ինձ ասեց, որ շատ ես ուշացրել, վաղուց պիտի խոսացած լինեիր, որովհետև այս երևույթը իրականում, որի մասին այսօր ես խոսելու եմ, մարդկությանը շատ վնասներ է տվել, շատ, այն ավելի շատ եկեղեցիներ է քանդել, քան ցանկացած մեղք, եւ ոնց որ Հոյվ Արտուրն ասում, շատ ավելի ինքը զորավոր մեղք է, քան ցանկացած մեղք, այն շատ ավելի վնասներ է տվել եկեղեցուն, քան ցանկացած երևույթ եւ ցանկացած բան, այն շատ ավելի բաժանումներ է բերել մարդկության մեջ, քան ցանկացած մեղք եւ ցանկացած երևույթ։ Գիտես, այս երևույթը առաջի հայացքից կարեկցող է, սրտացավ է, բայց ինքը շատ վնասակար է, ով կարաս ինչի մասին ենք այսօր խոսելու։ Բամբասանքի մասին ենք այսօր մենք խոսելու։ Միգուցե կարող է մի փոքր ցավացնող լինի այս թեման, բայց ես հավատում եմ, որ այն պիտի վերջի իտոք բժշկություն բերի։ Այն կարող է մի քիչ ցավացնող լինի, բայց այն պիտի արմատախիլ լինի մեր եկեղեցուց Հիսուս Քրիստոսի անունով։ Ո՞վ է երբևիցե բամբասել։ Ո՞վ է բամբասել։ Ո՞վ է բամբասել։ Բոլոր քաջերը ձեռք բարձրացրեցին։ Իսկ ով է սիրում բամբասել։ Չենք սիրում, բայց բոլորս բամբասում ենք, չէ՞։ Չենք սիրում, բայց բռնացնում ենք մեզ, որ բամբասում ենք։ Գիտես, քննարկելու կամ չգիտեմ, խոսելու եւ բամբասելու միջև այնքան նուրբ եւ բարակ սահման է գնում, որ մենք շատ հաճախ չենք տարբերում, որտեղ եղավ խոսակցությունը, ավարտվեց եւ մտանք բամբասանքի մեջ։ Որն է դա։ Ես այսօր ամեն ինչ կանեմ, որ քեզ օգնեմ, որ դու հասկանաս, թե որն է բամբասանքը։ Գիտես, մասնագետները ինչ են ասում։ Մասնագետները ասում են, որ ամենաշատ հաճույքը պատճառում է բամբասանքը։ Ոչ մի թմրամիջոց, ոչ մի թմրադեղ այդքան հաճույք չի պատճառում, ինչքան բամբասանքն է պատճառում։ Եվ ընդունված է այսպիսի մտածել, որ բամբասանքը կնոջ խելքի բանն է, բայց տղամարդկանց բամբասանքը ուրիշ է, լրիվ ուրիշ մակարդակի վրա է։ Եվ քույրիկները ասեցին ճիշտ է, հանեք մեզանից այդ ամեն ինչը, բայց եւ քույրիկներն էլ պակաս չեն։ Գիտես սատանան ինչքան է սիրում նման խմբակները։
որտեղ հավաքվում են մի փոքր Աստծո խոսքի շուրջ ու հետո ծռվում են, թեքվում են, գնում են դեպի բամբասանքի մայլեքն են մտնում։ Գիտես սատանան ինչքան է սիրում նման աղոթքաժողովները, որտեղ հավաքվում են Աստծուն պաշտելու, աղոթելու քողի ներքո սկսում են բամբասել։ Եվ սա շատ մեծ վնասներ է բերում եկեղեցուն։ Մի բան կարդամ։ Մենք երբեմն մտածում ենք, որ մեղքը դա մեծ հանցանքներն են, անկումները եւ ակնհայտ անօրենությունները, բայց Աստվածաշունչը կրկին ու կրկին ցույց է տալիս, որ Աստծո գործի քայքայումը հաճախ սկսվում է ոչ թե արարքներից, այլ խոսքերից։ Աստծո գործի քայքայումը, Աստծո գործը քանդելը, ավելին ասեմ, եկեղեցին մասնատելը հաճախ սկսվում է ոչ թե արարքներից, այլ խոսքերից։ Խոսքերից է սկսվում ամեն բան։ Հեռու չգնանք։ Մենք սա օտար բան չհամարենք։ Ինչու՞, որովհետև մենք նման ենք ու մենք ստեղծված ենք Աստծո նման։ Մենք Աստծո նման ստեղծված ենք եւ Աստծո պատկերն ենք կրում։ Եվ Աստված ամեն բան արարեց ինչով։ Խոսքով։ Աստված ասեց եւ դա կատարվեց։ Աստված ասեց եւ դա իրականություն դառավ։ Հիմա քանի որ մենք նման ենք Աստծուն եւ Աստծո պատկերն ենք կրում մեր ներսում եւ Աստծո նման ենք, մենք ամեն ինչ արարում ենք խոսքով եւ քանդում ենք խոսքով։ Աստված ասեց իշնեն Բաբելոնի աշտարակն են շինում, չէ՞։ Լեզուները խառնեն, որպեսզի իրար չհասկանան, որ այս գործը քանդվի։ Հակառակ դեպքում այդ ամեն մի գործ իր ավարտին կհասնի, եթե կա լեզու։ Ու գիտես, ընդամենը Աստված մի քանի արտահայտություններ, ընդամենը մի քանի խոսքեր։ Խոսքի մեջ օրինակի համար երբ որ ասում ես իմիջայլոց սկսվեց։ Կամ ես չեմ դատում, բայց ախ այդ բայցերը։ Ես չեմ դատում, ես իրան չեմ դատում, բոլորովին, իմ գործը չի։ Ես իրան չեմ դատում, բայց այդ բայցը, այդ ստորակետից հետո բայցը շատ վնասներ ա բերում, կամ իսկ դու գիտեիր, կամ աղջի ջան լսել ես, ու այս խոսքերից հետո եւ թույնը արդեն ներարկված է եկեղեցու արյան շրջանառության մեջ։ Նման արտահայտություններից հետո այս թույնը արդեն վերջ ներարկվեց եկեղեցու արյան շրջանառության մեջ։ Հերիքա մի հատ թույն ներարկվի ու գնաց։ Գիտես թույնը երբ որ մտնում է մարդու երակի մեջ, մնացած անելու արդեն օրգանիզմը, այլ թույնը չի անելու։ Հերիքա մի փոքր թույն սրսկվի մեր երակի մեջ, մնացածը արդեն սիստեման է կառուցում։ Ինչ սիստեմ, այն ինչ որ Տերը մեզ ստեղծել այդպես, չէ՞։ Մեր սիրտը արյունը կաչայտ անում։ Արյունը սկսում է մղել, կլապաները սկսում են աշխատել եւ մնացած արդեն ժամանակի հարց է։ Թույնը սկսում արդեն տարածվել, գնալ եւ արդեն կպնում է այդ թույնը մարմնի ցանկացած մասերին։ Արյունը գիտես, չէ՞, որ երբ որ մտավ արյունատար անոթների մեջ, վերջ ինքը գնալու է, ուղեղին կպնելու է, լյարդին կպնելու է, ցանկացած տեղով անցնելու է, մաշկին կպնելու է։ Հերիքա մի փոքր այս ասված արտահայտությունները իմիջայլոց, ես չեմ դատում, բայց ես ուղղակի վեր ենք լուծում այս ամեն ինչը ու վերջ։ Ու թույնը ներարկվեց Աստծո եկեղեցու մարմնի մեջ։ Առակաց 18:21 ինչա գրված։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են։ Թե մահն է լեզվի ձեռքին, թե կյանքն է լեզվի ձեռքին։ Մեր լեզուն շատ կարևոր մի օրգան է։ Եվ ամեն ինչից առավել մենք պիտի թլպատենք երկու բան՝ մեր սիրտը եւ մեր լեզուն։ Ինչու՞, որովհետեւ լեզուն խոսում է սրտի ավելցուկից, դեմար մենք պիտի թլպատենք մեր սիրտը, որպեսզի մեր լեզուն ճիշտ բաներ խոսի։ Հակառակ դեպքում գնալու է եւ իր գործ անելու է, մնացածը ժամանակի հարց է։ Առաջինը, ով գրում է, թող գրի։ Ինչ է բամբասանքը Աստծո աշկերում, ով է ուզում իմանա, ինչ է բամբասանքը։ Ինչ է բամբասանքը Աստծո համար, ինչ է բամբասանքը Աստծո աշկերում, Աստված ո՞նց է դրան նայում։ Բամբասանքը դա ուղղակի ինֆորմացիան չի, այլ խոսքեր առանց սիրո, առանց պատասխանատվության
եւ առանց բժշկության։ Բամբասանքը դա ուղղակի խոսքեր չեն, այլ խոսքեր են առանց սիրո։ Դա ուղղակի ինֆորմացիա չի։ Մենք ինֆորմացիա ենք վերցնում դեպ դնում։ Այսա խոսքեր են առանց սիրո, որի մեջ սեր գոյություն չունի։ Առանց պատասխանատվության։ Դու ուղղակի խոսում ես, ասում ես, բայց այդ խոսքերը գնում իրան անում են։ Դու գիտես, որ հոգևոր մարդու բամբասանքը շատ ավելի վտանգավոր է, քան աշխարհիկ։ Ինչու՞։ Որտեղ հոգևոր մարդու խոսքի վրա իշխանություն կա։ Մեռնեմ պրծնեմ, մեռնում ու պրծնում է։ Կամ ինչ որ մի բան, ինքը երբ որ մարդը անիծում է, դա ավելի շատ դաժան, ավելի շատ տեղ է հասնում, շուտ է տեղ հասնում, քան որ աշխարհիկ մարդկանց, որտեղ հոգևոր մարդկանց խոսքերը օծված են, իշխանություն է դրված մեր շուրթերի վրա։ Առակաց 16:28 Նենք մարդը կռիվ է հրահրում։ Հարց. ով է կռիվ հրահրողը ըստ Աստծո խոսքի։ Նենք մարդ, այդքան բան։ Այն մարդը, որ կռիվ է հրահրում, ինքը նենք մարդը Աստծո խոսքն ասում է։ Նենք մարդը կռիվ է հրահրում, վեճ, անհանգստություն։ Այսինքն բամբասանքը ինքը կռիվ է հրահրում, բաժանություն է բերում։ Բամբասանքը մեծ վնասներ է բերում եկեղեցում։ Մենք խոսում ենք եկեղեցու մասին, մեր աշխարհի հետ գործ չունեմ։ Ես խոսում եմ նրա մասին, ինչ որ տեսնում եմ եւ զգում եմ։ Եվ որպես եկեղեցու հովիվ եւ տեսնում եմ վտանգ, որտեղ է բերում բաժանություն, քայքայում եւ որտեղ է գալիս վնասները։ Այն բերում է բաժանություն, բաժանում ընկերոջից, այն բաժանում է մարդուն եկեղեցուց, այն բաժանում է մարդուն մարդուց, բամբասանքը։ Նույնիսկ եմ կարդում, նենք մարդը կռիվ է հրահրում։ Տես, եթե քո խոսքը կամ քննարկումը ուղղակի կամ անուղղակի կերպով հեռացրել է նույնիսկ մեկին եկեղեցուց, դու պատասխանատվության առաջ ես կանգնելու։ Աստծո առաջ։ Նորից եմ ասում, եթե քո խոսքը, քո խոսելը, քո քննարկումը, դե հավաքվում ենք կոֆե ենք խմում, դե հավաքվում ենք վերջում կխոսանք, ու եթե խոսալու արդյունքում ժամանակի մեջ, չգիտեմ, մի ամիս է դատվել, մի տարի է դատվել, դու կիմանաս։ Եթե խոսալու արդյունքում գոնե մեկ հոգի հեռացել է Աստծո եկեղեցուց, դու կանգնելու ես պատասխանատվության առջև։ Ես կանգնելու եմ պատասխանատվության առջև։ Եթե իմ խոսքերից հետո բամբասանքի արդյունքում նկատի ունեմ։ Եթե գոնե մեկ մարդ է հեռացել։ Աստծո խոսքը ինչ ասում, գայթակղություններ լինելու են, գայթակղություններ գալու են, բայց վայ նրան, ում ձեռքով գալու է այդ գայթակղությունը։ Ինչու ենք մենք կարծում, որ գայթակղությունը դա միայն կիսամերկ աղջիկներն են։ Ինչու ենք մենք կարծում, որ գայթակղությունը մենակ նման մեղքերն են։ Սա չի միայն գայթակղություն, թեև դա էլ է գայթակղություն։ Հիմա պարկեշտ հագնվելը, շպարվելը եւ այլն, դա նորմալ է, դա ճիշտ է։ Ոչ թե նորմալ է, դա ճիշտ է, դա անհրաժեշտ է։ Բայց ինչու ենք մենք կարծում, որ գայթակղությունը մենակ դա է։ Գայթակղությունը նաեւ դա է, երբ որ մենք մարդուն գայթակղում ենք մեր խոսքերով։ Ինչու մի բան ինֆորմացիա ներտեցինք նրա տրամաբանական տրամադրության, նրա մտքի դաշտի մեջ եւ քաշվեցինք հրախ։ Ինչու մի թույն ներարկեցինք, ինչու մեկին մեկի դեմ հանեցինք։ Եթե մարդը քո հետ շփվելու արդյունքում ինչու մեկի հետ թարսվեց, դա բամբասանք է։ Եթե քո հետ շփվելու արդյունքում մարդը մարդու հետ դեմ դուրս եկավ եւ փոխվեց նրա տրամադրվածությունը ինչ որ մեկի դեմ, դա բամբասանք է։ Եթե ես ինչ-որ մեկի հետ շփվում եմ, խոսում եմ օրինակի համար, ես ու ասենք իմ լավ ընկեր լովը, շփվեցինք։ Եվ դրա արդյունքում լովը տրամադրվեց Ինեսի դեմ, ասենք թե, օրինակի համար, դա բամբասանք է։ Ուրիշ անուն չունի։ Այսինքն եթե իմ խոսքի մեջ չկա բժշկություն, իմ խոսքի մեջ եթե չկա սեր, այլ ինքը ուղղակի թարսվեց այդ մարդու դեմ։ Եվ հաջորդ անգամ երբ որ հանդիպում այլ չէր ուզում բարևի կամ դեմքի նայի կամ վերջ տրամադրվեց։
Ես բամբասեցի ուրեմն։ Ես քանդեցի, այլ ոչ թե շինություն բերեցի։ Եվ խոսքը ասում է գայթակղություններ գալու են, բայց վայ նրան, ում ձեռքով դա գալու է, սա շատ լուրջ է։ Սիրելի եկեղեցի, սա շատ լուրջ է։ Ու լուրջ վերաբերվի այս երևույթին, ավելին կասեմ, այս մեղքին, որը քանդում է, ընտանիքներ է քանդում։ Բամբասանք ընտանիքներ է քանդել։ Բամբասանքը, չգիտեմ, մարդկանց աշխատանքից է հանել, կոլեկտիվ։ Հիշիր, բամբասանքը միշտ էլ խոսում է մեջքի հետևում։ Բամբասանքը միշտ էլ մեծացնում է կասկածները։ Բամբասանքը միշտ էլ քանդում է վստահությունը։ Եթե միջև այդ երկու հոգի իրար վստահում են, ես իմ հետ խոսալուց հետո, եթե սա բամբասանք էր, վերջ, վստահությունը կորավ։ Թույնը ներարկվեց։ Անհանգստություն եկավ, մի տեսակ այն չի այլևս։ Սա կոչվում է բամբասանք։ Բամբասանքը միշտ էլ չի հետո չի փնտրում վերականգնում։ Իր համար միևնույն է։ Երկրորդը, ինչպես է բամբասանքը սպանում մարդկանց։ Հակոբոս 3:6 Լեզուն էլ կրակ է։ Մի անիրավության աշխարհ։ Լեզուն մի աշխարհ է, հասկանում ես։ Մենք քանի հազար բառ ենք օգտագործում մեկ օրվա մեջ։ Մի քանի հազար բառեր։ Եվ սա մի աշխարհ է, անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված։ Նա է ամբողջ մարմինն ապականում եւ այրում մեր գոյության շրջանակը։ Նա ինքը բորբոքված է գեհենից։ Հարց. Ինչ ես կարծում, երբ որ մենք բորբոքված խոսում ենք, ինչու ենք մեղք գործում, որովհետև գեհենից է սնվում։ Նկատել ես, երբ որ բորբոքված ես ու դու մեկի հետ խոսում ես, անհնարին է մեղք չգործես։ Երբ որ մենք բորբոքված խոսում ենք, շատ հաճախ մեղք ենք գործում։ Ինչու՞, որովհետև մեր լեզուն բորբոքվում է, սնվում է գեհենից։ Դա համար այստեղ մեղք կա դրված։ Դա համար երբ որ ասում է, այսպեսի մի բան կա, հույվ ասեց, ասում է, եթե ուզում ես բորբոքված ինչ-որ մեկի հետ խոսես, ինչ-որ մեկի հետ ուզես պատասխան տաս ու պորտը տեղը դնես, հա, ասենք ասենց։ Ասում է մտքիդ մեջ մի երկու անգամ հայր մեր ասա։ Կամ գոնե մեկ անգամ հայր մեր ասա, նոր պատասխան իրար։ Հաստատ այդ մեղքը չես գործի։ Այս ժամանակ հաստատ քո լեզուն գեհենից չի սնվի։ Գիտես, կրակը պարտադիր չի, որ մեծ լինի։ Հեչ էլ պարտադիր չի։ Անկամ մի փոքր կայծը կարա այրի ամբողջ մի անտառ։ Հիշում եք, այս տարի 4 տարի էր։ Չէ՞, հոկտեմբերն էր, կարծեմ, չորություններ եւ այնը հատուկ զգուշացնում էր մարդկանց, մանավանդ այս տարածաշրջանի։ Բաց տեղերում կրակ չանեք։ Սիգարետը չգցեք հանկարծ։ Ապշե միել ծխեք։ Բայց չգցեք։ Զգուշ եղեք հանկարծ, որովհետև մի փոքր կայծը կարար այրեր մի ամբողջ անտառ։ Լիրիջանում այրվեց մի ամբողջ, մի փոքր կրակի պատճառով։ Մարդիկ քեֆ էին անում, ուրախանում էին եւ անփույթ գտնվեցին։ Եվ գիտես, երբ որ մարդը չորացած է, երբ որ մարդը չորացել է, Աստծուն չի վերապրում։ Մի փոքր կայծը նրան կարող ամբողջությամբ այրի։ Երբ որ մարդը եկեղեցուց, չգիտեմ, Աստծուց եւ այլն լինում է, չէ՞, այսպեսի պերիոդներ լինում է մարդու մոտ չորություն է, աղոթքի կյանք եւ այլն, մի փոքր բամբասանքի կայծը, մի փոքր բանը կարա ամբողջ մարդու կյանքը վառի, այրի։ Ուսա գիտես ոնց է, ինչա կոչվում, ասում է կյանքի շրջանակ, գոյության շրջանակ։ Մարդ ունի գոյության շրջանակ եւ ամբողջ գոյության շրջանակը մարդու կարա ապականվի եւ այրվի։ Սա բամբասանքն է անում։ Սա լեզուն է անում, լեզուն սնվում է գեհենից։ Միշտ քննություն տուր ամեն քնելուց առաջ, այսօր ում հետ եմ խոսացել եւ ինչ եմ խոսացել եւ ինչպես եմ խոսացել։ Ամեն երեկո դա իր հայլու մեջ ու ասա այսօր ումից ինչ եմ խոսացել։ Գիտես, իմ կյանքում երբ որ նման բան հանկարծ լինում է, ես գիտես ինչ եմ խնդրում։ Ես Աստծուն աղաչում եմ, որ իմ խոսքերի վրա իր կրակը իջնի եւ իր արյունն եմ խնդրում միշտ։ Որտեւ լինում է, որ հասկանում ես այդ սահմանը շատ բարակ է, չես կարողանում հասկանալ, երբ անցար։
Ես խնդրում եմ, ասում Տեր իմ Աստված, քո արյունն եմ խնդրում, ում հետ որ խոսացել եմ, թող որ մոռանա։ Եվ լավ կլինի, որ շտկվես։ Հետո էլ շտկես։ Խոսքը ասում է, որ կա գոյության շրջանակ, մեր գոյության շրջանակը, եւ լեզուն, որը որ սնվում է գեհենից, այրում է մեր գոյության շրջանակը, մեր կյանքի շրջանակը, մեր կյանքի, մեր շուրջը, լեզուն կարա դա այդ ամեն ինչը այրի։ Հիշիր, բամբասանքը սպանում է հեղինակությունը, բամբասանքը սպանում է ներսի խաղաղությունը, բամբասանքը սպանում է ծառայելու քաջությունը։ Երբ որ գիտես, որ քո մասին բամբասում են, հասկանում ես, ծառայության քաջությունը, այդ վստահությունը սպանում է։ Սա շատ լուրջ է, սիրելիս։ Իմ մաշկով սա անցել է։ Երբ որ ես ռեալ իմացել եմ, որ իմ մասին բամբասում են, դա գիտես կասկած է բերում։ Ինչս այն չի։ Ինչու են ինձանից բամբասում, ինչու են ինձանից բողոքվում։ Ու երբ որ քննում ես քեզ, ասում ես, Աստված, որտեղ եմ ես, ինչ որ մի բան, ախր ես չեմ ցանել դա, բայց ինչու եմ ես դա հնձում։ Ոչինչ։ Հիսուսին էլ էին բամբասում։ Հա? Թե չեն բամբասում։ Բամբասանքի արդյունքն էր ինչ որ եղավ։ Բամբասանքը սպանում է եկեղեցու նկատմամբ վստահությունը, սա ամենասարսափելին է։ Մարդիկ կան կարան ասեն եւ ասում են, ես Աստծուն կպաշտեմ միայնակ իմ տանը, ես հավատում եմ, կարաս միայնակ քո տանը պաշտես, բայց այն չես անի, ինչ որ եկեղեցում կլիներ։ Քո պտուղները չես կարա բերես այնպես, ինչպես եկեղեցու համար կբերես։ Աստված եկեղեցին է օգտագործում։ Եկեղեցին է օգտագործում։ Մենք ուզենք թե չուզենք դա այդպես է։ Աստված դրել է իր կառույցը, իր մարմինը, դա եկեղեցին է։ Ինքը եկեղեցին է օգտագործում։ Տեղական եկեղեցիներն է օգտագործում։ Եվ բամբասանքը սպանում է եկեղեցու նկատմամբ վստահությունը, մարդիկ դադարում են վստահեն։ Կարող է 3 հոգի այստեղ բամբասեն, հույվը ընդհանրապես տեղյակել չլինի, որ բամբասում են, բայց ում մասի որ բամբասում են, այդ մարդը լսի, ասի, բա սա է եկեղեցին։ Սա է եկեղեցին, հա։ Հետո տեսնես, որ ես ինչ եղավ այս մարդու, ուր է ինքը։ Գալիս էր, հիմա չկա, որտեղ է ինքը։ Բամբասել են, սպանել են, վստահությունը կորցրել է։ Բայց կարող է ընդհանրապես հույվը տեղյակ չի եղել դրա մասին։ Հիմա ես մի շատ լավ բան եմ որոշել։ Ինչ հետո կասեմ ինչ եմ որոշել։ Առակաց 26:20։ Առակաց 26:20։ Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի։ Եվ հրահրող միտեղ փսփսացող չլինելիս կռիվը կդադարի։ Ինչպես որ փայտ չլինելու պատճառով է կրակը մարում, այդպես էլ կռիվը հանգչում է, երբ որ փսփսացողները դադարում են, հրահրողները դադարում են։ Սա նշանակում է, որ կռիվը ապրում է, քանի դեռ նրան կերակրող կա։ Այո, կռիվը ապրում է, քանի դեռ նրան կերակրում են, փսփսում են, չեն դադար չունեն, անդադար։ Երրորդը բամբասանքը, ես խնդրեմ առաջին նկարը արդեն պատրաստեք, բամբասանքը մասնատում է եկեղեցու անդամներին, հեռացնում է։ Եվ ստրատեգը, մեծ ստրատեգը սատանան գիտի, բաժանիր, որ տիրես հասկացողությունը։ Եկեղեցին դա կազմակերպություն չի, սիրելիս, սա մարմին է։ Ես խնդրել եմ եւ ChatGPT-ին ինձ այս նկարն է տվել։ Սրան է վերածում բամբասանքը։ Երբ որ ընդամենը մի քանի հոգի կարան բամբասեն, եւ մի ամբողջ եկեղեցի բռնկվի, եւ մի ամբողջ եկեղեցի ցնցվի ուղակի, արհավիրքի մեջ ընկնի։ Սա կռոց է, հետարքիր է, չէ, հետարքիր բան է արհեստական բանականությունը։ Ագրավի կռոցին է նման։ Երբ որ մարդիկ իրար հետ հավաքվում են բամբասելու, սա կռոց է, ագրավի կռոց։ Այնտեղ գրված է սուտ, բամբասանք, կլիվիտա, նման խոսքեր։ Բամբասանքը դուք ասես, բայց ես ճիշտ եմ խոսում, ես դեմ չեմ։
կարա ճիշտ լինի, բայց ինչ հոգով ես խոսում։ Արդյոք դրա մեջ սեր կա։ Ես հաճախ կարդում եմ Տիմոթեոսի նամակը։ Տիմոթեոսին ուղված նամակները նրանք կոչվում են հովվական նամակներ։ Այնտեղ գրված է, ինչպես վերաբերվել ծերերի հետ, տարեցների հետ, որբևայրիների հետ, երիտասարդների հետ, եղբայրների հետ։ Եվ գիտես, ես ինձ միշտ հարց եմ տալիս, ասենք ինչ որ մեկին գիտեմ, որ ինչ որ մի բան, հա, այսպես, ես հարց եմ տալի, լավ, ասենք ինքը իմ երեխեն այս ոնց կվարվի իր հետ։ Օրինակ հիմա գիտեմ Լյանչիկ իմ դեմ բան ունի, ինչ որ մի բան է արել կամ ասել, հա, ես ոնց կվարվեի իմ երեխու հետ։ Կկտրեի, կգցեի, ասեի գնա ոնց ուզում ես ապրի, թե սիրո եւ զգաստության հոգով նրա կխրատեի։ Հիմա հայրը խրատում է իր որդուն, թե չէ, խրատում է, չէ, կարա ցավասնի, խի ատում է իր երեխուն։ Սիրո դրսևորում է։ Կամ ասենք տարեցներին, մեծերին վերցնենք, հա, երբ որ մի քիչ առաջ Կոլյայիդ է խոսում, ասում է, գիտես, երբ որ ես ընդունեցի այս եկեղեցի 37 տարեկանը եւ կային շատ տարեցներ, եկեղեցու ծառայողներ, ես մի տեսակ բան եղա ասեցի, բայց այս մարդիկ գիգանտներ են, ես եկել եմ այսպես հապ եկեղեցին առաջնորդեմ, բայց ես հետո ասեցի մի վարքյան, բա օծություն իրանականի մի խոսքով անց այդ этаպը ունենք տարեցներ, մեծ մարդիկ, այնտեղ գրված է, ինչպես մայրերի խրատի, հա, վերաբերվի ինչպես մայրերի։ Իսկ երբ որ ես իմ մորը ինչ-որ մի բան տեսնում եմ եւ գիտեմ մի բան սխալ անում, ասում չէ չխոսամ, չասեմ, եւ որդու իրավունքով ես նրան ասում եմ, չէ։ Դու նորմալ է, որ կարա որդին, երեխան իր մորը ասի, մամ ջան, սխալ ես անում։ Կտրի էտի կյանքիցդ, հանի էտի կյանքիցդ։ Մի արա դա։ Եվ երբ որ ես դա ասում եմ տարեցներին, ես մտնում եմ այդ կարգավիճակի մեջ, որդի կարգավիճակով եմ ես խրատում։ Եկեղեցու տարեցներին։ Կորինթացիների 3:17 Հիշիր, եկեղեցին ուղակի կառույց կամ կազմակերպություն չի, ինքը մարմին է, Հիսուսի մարմին է եկեղեցին, իսկ եթե մեկը Աստծո տաճարը քանդի, մի քիչ առաջ նկարատեսանք, այրված մի բան, եթե մեկը Աստծո տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, ես սրա համար եմ ասում, որ եթե ինչ քո պատճառով բամբասանքի պատճառով, քննարկումների արդյունքում ինչ որ մեկը հեռացել է Աստծո տնից, ինչ որ մեկը գնացել է, պատասխանատվության առջև ես կանգնելու սիրելիս, եւ սա շատ լուրջ է։ Եթե մեկը Աստծո տունը քանդի, Աստվածը նրան կկործանի, որովհետեւ սուրբ է Աստծո տաճարը, որ դուք եք։ Դու Աստծո տաճար ես։ Այն մարդը, ումից դու բամբասում ես Աստծո տաճարը։ Եթե մեկին հաջողվեց քննարկումների, սիրո խնջույքների ճակերտավոր արդյունքում հեռացնել 1, 2, 3 դու քանդում ես։ Եկեղեցին քանդվում է, եկեղեցին խալխլվում է։ Եվ սրա արդյունքում կանգնելու ենք լուրջ պատասխանատվության առաջ։ Երբ որ մենք բամբասում ենք, մենք վիրավորում ենք ոչ թե մեկին կամ մեկ մարդու, այլ մենք խփում ենք մի ամբողջ մարմնի։ Իսկ այդ մարմինը մենք տեսանք։ Այն եկեղեցին, որտեղ որ կծում է միմյանց լեզվով, չի կարող լինել ուժեղ աղոթքի եւ ծառայության մեջ, չի կարող լինել։ Նորից եմ ասում, այն եկեղեցին, որտեղ որ կծում են լեզվով, խայթում են իրար, չի կարող լինել ուժեղ։ Ոչ աղոթքի մեջ կարող ուժեղ լինի, ոչ ծառայության մեջ, ինչու՞, որովհետեւ չի կարա նույն շուրթերը թե օրհնի, թե անիծի, չի կարա։ Եթե ինքը անիծող է, բայց այստեղ օրհնող է, այս օրհնության մեջ ինքը կեղծավորում է, ինքը կեղծ է։ Եթե ինքը բամբասում է, սիրում է բամբասել, սիրում է, ես խոսքը շեշտը դնում եմ սիրելու վրա, սիրում է բամբասել, բայց այստեղ ինքը աղոթում է, աղոթքի մեջ ինքը կեղծավոր է։ Իսկ Աստված կեղծավորի աղոթքը չի լսում։ Անհնարին է։ Բակասես ի՞նչ է այստեղ անում։ Սա անեցք է։ Ասեմ ինչա։ Ես կհամարձակվեմ այս հայտարարություն անեմ։ Եվ որ եթե կա որևէ մի բան եւ դա աղոթքի են վերածում, սա ուղիղ ձևով կախարդություն է։ Սա սխալ հոգի է, որովհետեւ ազատագրվում։
Իսկ եթե երբ որ սխալ հոգի ազատագրվում, սա կախարդություն է, սիրելիս։ Պտուղներն են խոսում ավելի բարձր, քան խոսքերը։ Ես մի բան եմ որոշել, եւ սա իմ որոշումն է, որ այսուհետ ես անձամբ եմ զբաղվելու բամբասանքի երևույթով, անձամբ։ Ես որոշել եմ, որ այս երևույթը, այս մեղքը արմատախիլ պիտի լինի մեր եկեղեցուց, Հիսուս Քրիստոսի անունով։ Գիտես, երբ որ գալիս ես ու ինձ ասում ես Ալոն Բլոյի մասին, ասենք, Վարդուշը Սիրուշի մասին է խոսում, ու ասում եմ Հովիվ ջան, մեզանից դուրս չգա, սա այլևս չի լինելու։ Սա չի լինելու։ Եթե դու գալիս ես մի բան պատմում ես, պատրաստ եղի, որ դու կրելու ես դրա ամբողջ պատասխանատվությունը։ Ես սա օֆիցիալ եմ հայտարարում։ Ամբողջ պատասխանատվություն դու կրելու ես։ Ես բերելու եմ Վարդուշի, նստացրել եմ քո առաջ, ասում եմ խոսացեք, ես լսեմ ձեզ։ Չի կարելի մեկին լսել եւ ամբողջ պատկերը հասկանալ։ Հանկարծ այսուհետ չլինի, հիմիկվանից ես ասում եմ, որ մի բան պատմես թե ինձ, թե իմ կնոջը եւ ասես, բայց մեր մեջ մնա, էլի։ Դու ուղղակի ձևով իմ թևերը կտրում ես այս ժամանակ։ Երբ որ գիտես քանի անգամ եմ ասել կամ ասվել է, դե արի գնանք, այսպես բարգա, չէ, երես բերես անենք։ Չէ։ Ինձանից դուրս չգա հանկարծ, խի։ Բա բամբասելուց լավն է իր նոր։ Ու ճշմարտությունն է իր պատմում։ Ախ Երանի դու այդ ճշմարտությամբ ու այդ էներգիայով գնաց ավետարան քարոզես։ Ախ Երանի այդ նույն ինտուզիազմով, որ մենք բամբասում ենք, այդ նույն ինտուզիազմով, այդ նույն էներգիան օգտագործենք ավետարան քարոզելով։ Գիտես ինչեր մենք կվերցնենք, գյուղեր կվերցնենք Հիսուսի անունով։ Գիտես չես պատկերացնում թե ինչքան եմ հոգնել։ Ինչքան եմ հոգնել այդ բամբասանքներից։ Մատ բարգա պիտի ասեմ, զզվել եմ բամբասանքներից։ Միջև երբ։ Ես այս վերջերս եմ մտածում, ասում եմ, Աստված իմ, այս էներգիան, որ մենք ծախսում ենք այս բազարների մեջ, իրարից իրար ենք փրկում։ Եթե այս էներգիան մենք ծախսենք, աշխարհը կվերցնենք։ Գիտես քանի մարդ է սպասում ինձ ու քեզ։ Մեզ, որ մենք գնանք նրանց հետ խոսենք։ Բայց մենք ընկած ենք իրար ենք մորթում, իրար ենք հերթում։ Մենք ընկած ենք իրարից ենք փրկում, սա ամոթ է։ Ու ես ասում եմ, որ այսուհետ այլ կերպ է լինելու։ Նա ես զգուշացրեցի, հետո չնեղանաս խնդրում եմ։ Ավելի լավ է, մենք հետևենք Քրիստոսի այն ուսմունքին եւ այնտեղին, որ ասում է բան ունես գնասա, չընդունեց երկուսով երեքով ասեք, չընդունեց եկեղեցով ասեք։ Եկեղեցով։ Կանգնի, ես ինչ ջան, ես ինչ։ Ու ամբողջ եկեղեցին իմանում է, ես ինչ ջան, ես ինչ, ես ինչ բաներ անում։ Եվ սա սիրող Աստծո մոտեցումն է իր եկեղեցուն։ Գիտես ինչ եմ ես որոշել այսպես անեմ, որովհետև քեզ շատ եմ սիրում։ Որովհետև Աստծո եկեղեցին շատ թանկ է։ Գիտես, օրինակի համար բերենք Աստվածաշնչից մի բամբասանքի պատճառով մարդիկ ընկան վախի մեջ ու շրջեցին 40 տարի մի բամբասանքի պատճառով, որ եկան այն լրտեսները ու ուսեցին բամբասել, սկսեցին բողոքել ու գրված է իրանք իրանց վրաների մեջ էին բողոքում։ Նրանք իրանց վրաների մեջ էին խոսում։ Եվ փոխանակ 40 օր նրանք գնային այդ ճանապարհ անապատի, նրանք 40 տարի գնացին։ Թվոց 13:33-ում է գրված։ Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին։ Սա վատ լուր է, բամբասանքը դա վատ լուր է։ Եթե մարդուն գցում է իր կոչումից, սա վատ լուր է։ 4-րդը բամբասանքը դա թշնամու զենք է։ Հիմա ում զենքերն ենք մենք մեր ձեռքերում կրում։ Ում զենքերով մենք պիտի կռվենք։ Մենք պիտի պատերազմենք Եփեսացիների 6-րդ գլխի, կարծեմ 12 խոսքից է սկսվում, սպառազինություններով։ Մենք ունենք սպառազինություն, բայց մենք մեր սպառազինությունը թողնում ենք, այդ արդարության զրահը հանում ենք մեզանից եւ գնում ենք վերցնում ենք թշնամու զենքերը։ Բամբասանքը դա թշնամու զենք է։ Ես խնդրեմ հաջորդ նկարը։
Հիշիր, թշնամին ոչ միայն հարցակվում է հալածանքներով, երբեմն նա տալիս է անսանց լեզու։ Նույն մարդիկ են։ Ամեն մի բառը դա մեջքին հարված է։ Ամեն մի խոսքը դա մեջքին հարված է։ Ամեն մի խոսքը դա հարված է ինչ որ մեկի մեջքին։ Եթե դու դա խոսում ես, նրա մեջքի հետևում։ Մի բամբասող ինձ այսպես ասեց։ Տարիներ առաջ էր դա, ասեցի, բայց սա բամբասանք է, աղբերս։ Ինչ խոսում։ Սա բամբասանք է։ Ասում ախի, ասում, որովհետև այդ մարդու ներկայությամբ դու կարաս նույնը ասես, կամ ասել ես։ Եթե դա դու չես ասել նրան, ու չես կրա նրա երեսին դա ասես, ու ինձ ես մենակ պատում, սա բամբասանք է։ Ու գիտես ինքը ինչով էր արդարացնում, ասում է, նայ։ Դե գիտենք, չէ, որ ոնց որ ասես մեր շասերի եղբայրը, քանի կրուտիտը կա, մենք մեղ չենք գործում, չէ։ Ու սկսեց այդ կրուտիտի լեզվով խոսալ, ասում է, նայ։ Գաղատացիների նամակի մեջ այսպիսի մի տեղ կա, որ Պողոս Առաքյալը պատում է, թե ինքը ինչպես հանդիմանեց Պետրոս Առաքյալին, եւ գրված է, որ նույնիսկ Բարնաբասը նրա կեղծավորությանը հետևեց, չէ։ Ասում է, պարզվում է, փաստորեն Պողոս Առաքյալ արդեն 2000 տարի է բամբասում է Պետրոսից։ Ասեցի, սա բամբասանք չի, որովհետև Պողոսը անձամբ հանդիմանել է Պետրոս Առաքյալին, չի գնացել է, չի տեսել, վայ, կեղծավորեցին ու գնաց գաղատացիներին պատմեց դրա մասին։ Նա առաջինը հանդիմանեց Պետրոս Առաքյալին, ասեց, եթե դու հրյա լինելով ապրում ես հեթանոսի պես, էլ խի ես ուզում հեթանոսել ապրել քո նման, եւ նա հանդիմանեց։ Հասկանում ես, ամեն մի խոսքը կարա լինի մի հատ մեծ ուժեղ հարված ինչ որ մեկի մեջքին։ Բ Կորինթացիների 12:20 ասում վախենում եմ։ Պողոս Առաքյալն ասում, վախենում եմ, որ իմ գալու ժամանակ միգուցե ձեզ այնպիսին չգտնեմ, ինչպիսին կամենում եմ։ Վախ կա իմ մեջ, որ երբ որ ես գամ Կորինթոս, ձեզ այնպիսին չգտնեմ, որ ես ուզում եմ ձեզ գտնեմ։ Միաբանության մեջ, սիրո մեջ, ինչպիսին կամենում եմ, եւ ես ձեզ համար այնպիսին չլինեմ, ինչպիսին որ դուք չեք ուզում ես լինեմ։ Պատկերացնում ես։ Ասում վախենում եմ, որ հանկարծ ձեզ չգտնեմ այնպիսին, ինչպիսին որ չեմ կամենում, եւ ես ստիպված կլինեմ այնպիսին, որ ես չեմ ուզում, դուք չեք ուզում ես լինեմ։ Ինչպիսին կարա լիներ Պողոս Առաքյալը։ Նա կարար հանդիմաներ, նա կարար կտրեր, նա կարար գավազան օգտագործեր։ Վերջում ասում, հիմա գավազանով գամ ձեր մոտ, թե սիրով։ Որպեսի չլինեն վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, այս քսությունը բամբասանքն է, ռուսերեն այսի սպլետնյա, ամբարտավանություններ, խռովություններ։ Մի խոսքով, բամբասանք կարող է լինել այս բոլոր թվարկածների արմատը։ Վեճի արմատը կարա լինի բամբասանքը։ Նախանձի արմատը կարա լինի բամբասանքը։ Ինչ պակասես։ Ինքը ոնց է ինքն է, չգիտեմ, ես ինչի ծառայության ղեկավար, բայց դու չես։ Նախանձ եկավ, բամբասանքի արդյունքում սա ծնվեց։ Եվ կարա լինի նախանձ, զայրույթ, չարախոսություն։ Չարախոսության արմատը կարա լինի բամբասանքը։ Եվ հաճախ այդպես է լինում է։ Ամբարտավանություններ, խռովություններ։ Քանի դեռ եկեղեցում քննադատում են մեկը մյուսին, հիշիր, ավետարանը լռում է։ Սերը սառչում է։ Սուրբ Հոգին տրտմում է։ Քանի դեռ եկեղեցում քննադատում են մեկը մյուսին։ Հրաշքները դադարում են։ Մարդիկ ասում են, խի են առաջի դարում կամ չգիտեմ, խի հրաշքները դադարեցին։ Հենց բամբասանքը լռեցնում է Սուրբ Հոգու ձայնը, ավետարանը չի քարոզվում։ Նորից եմ ասում, մենք իրարից ենք փրկում, փոխանա գնանք աշխարհը փրկենք։ Քանի դեռ եկեղեցում քննադատում են մեկը մյուսին, հավատքը մարում է։ Եթե իրար կծում ենք, ուրեմն իրարից էլ կփչանանք։ Աստծո ասում։ Եթե դուք իրար եք կծում, իրար եք ուտում, զգուշ եղեք, որ իրարից չփչանաք։ Լուծումը ո՞րն է։ 5-րդը։
Աստծո ճանապարհը բամբասանքի փոխարեն։ Մենք պիտի ընտրենք Աստծո ճանապարհը բամբասանքի փոխարեն։ Աստված չի արգելում խոսել, այլ նա սովորեցնում է ինչպես խոսել։ Ինքը մեզ լեզու է տվել, բառ է տվել, խոսք է տվել, ինքը չի արգելում խոսել։ Ուղղակի Աստված սովորեցնում է ինչպես խոսել։ Կապ չունի թե դու ինչպես ես, ինչ ես խոսում, այլ կապ ունի թե դու ինչպես ես խոսում։ Կարաս մարդուն այնպես բարևես, ամբողջ օրը նրա, գիտես, լավ անցնի, ուրախ անցնի։ Իսկ կարաս այնպես բարևես, որ չորանա տեղում։ Այնպես օրհնես, որ չորանա տեղում։ Իսկ կարաս այնպես առանց խոսալու նայես, ժպտաս, որ ամբողջ օրը նրա հրաշալի անցնի։ Այդպես մի ռոլիկ կար, չէ, որ ամուսներով տանը իրար ուտում են, ու այդ ամուսինը գնում աշխատանքի։ Վարորդին չորում է, աշխատանքի տեղից չորում է, սաղին չոր, ինչու, որովհետև տանը խնդիր ունեցավ ու դուրս եկավ։ Որ ասում տանը ավտոմատ կնոջից եմ ցույց տալիս։ Բայց ամեն դեպքում, հա։ Մենք պիտի շատ ուշադիր լինենք, ինչպես ենք ճանապարհում, ինչպես ենք ընդունում, ինչպես ենք խոսում մարդկանց հետ։ Դասական մի հրաշալի օրինակ ասեմ, որի մասին մի քիչ առաջ խոսեցի։ Մատթեոս 18:15. Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, սրա մասին է ես խոսում։ Գնա հանդիմանիր նրան, երբ դու եւ նա առանձին եք։ Հիսուս Քրիստոս ասեց, որ եթե եղբայրդ մեղանչի քո դեմ, գնա հանդիմանիր նրան, երբ որ դու եւ նա մենակ եք, առանձին եք։ Գիտես, ես այս աշխատելու ոճը շատ եմ սիրում։ Եվ մանավանդ իմ թիմը սա կվկայի, որ ես առանձին եմ աշխատում։ Եթե ինչ որ խնդիր եմ տեսնում, ես առանձին եմ ասում։ Գիտես, երբ որ հրապարակավ ես ասում անմիջապես, բոլորի աչքը վախենում է, բոլորը տեսնում են, բայց այդ մարդը կարողա չընդունի։ Ցույց տա որ ընդունի, ամաչի, գլուխը կախի, վատը զգա իրան։ Բայց ներսում բունտ լինի։ Ու ասի չէր կարա ինձ մենակ առանձին ասեր։ Բայց այստեղ ես հիմնական այդպես եմ աշխատում, առանձին։ Զանգում եմ, հանդիպում եմ, խոսում եմ, առանձին, որ ինքը ընդունի, հասցնեմ սրտից սիրտ խոսեմ։ Ասում գնա եւ նրան հանդիմանը, երբ որ դուք առանձին եք։ Եթե քեզ չլսի քո եղբայր, եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես, Փառք Հիսուսին։ Հիմնականում ասեմ այդպես է լինում։ Երբ որ ես խոսում եմ մարդկանց հետ, հիմնական այսպես է լինում, գնում եւ խոսում եմ։ Եվ դրա շահած եմ լինում, բայց Հիսուսն ասա ասում։ Սա սիրո Աստծո մոտեցումն է, հիշեցնում եմ, բայց եթե քեզ չլսի, վերցրու քեզ հետ մեկ կամ երկու հոգի եւս չլսես քեզ, ասես չէ, չեմ անելու, կամ ասում կանեմ հովիվ ջան, բայց նույնն է շարունակում անել, նույնն է, դու գիտես որ նույնն է անում, վերցրու քո հետ 2-3 հոգի, որպեսզի 2 կամ 3 վկաների բերանով ամեն բան հաստատվի, որ հետո այս մեկը չասի ինչ չեն ասել, որովհետև 2-3 հոգի կարան վկային ասեն, չէ, ասվեց դա, մենք գնացինք, խոսեցինք, ասեցինք, զուշացեցինք, հանդիմանեցինք, սակայն եթե նրանց էլ չլսի, եկեղեցուն ասա։ Երբևիցե եկեղեցու նման բան եղել է։ Ո՞վ ասեց հա։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար հեթանոսի եւ մաքսավորի պես լինի։ Այսինքն, օրինակի համար, եթե ես իմ ընկերոջ դեմ բան ունեմ, Прошу любить и разжаловать Լովին։ Եթե Լովի դեմ բան ունեմ օրինակի համար, գնում եւ խոսում եմ դրա հետ։ Եթե ինձ լսում է, ես իրան շահեցի։ Եթե չի լսում, ես վերցնում եմ մի քանի հոգի, ասում եմ գնանք մի հատ խոսանք, էլի, կարա ձեր ասած ուրիշ լինի, կամ մի հատ ձեր ներկայությամբ խոսքը թող գնա։ Խոսացինք, եթե էլի չի լսում, հաջորդ ծառայության ասում եմ Լյով ջան ոդքի։ Հիմա քարկոծում ենք Քեզ սաղ աշխարհը ճանաչում աղբերս։ Եթե եկեղեցուն էլ չլսի, ասում է որ թող քո համար լինի ինչպես մաքսավոր եւ հեթանոս։ Իսկ ինչպես էր մաքսավորը կամ հեթանոսը։ Մաքսավորի եւ հեթանոսի հետ հрьяաները չէին շփվում։ Ասում
կտրեք, շփումից զրկեք ուղակի, մի շփվեք նրա հետ, որ վերջապես գոնե ֆայմի ապաշխարի։ Այս ամեն ինչը նորից եմ ասում, հիշեցնում եմ, սա սիրող Աստծո մոտեցումն է եկեղեցուն։ Ու եթե այսուհետ այսպես լինի, այստեղ ես կարդացի քեզ, որպեսզի բամբասանքը հուր հավիտյան արմատախիլ լինի այս եկեղեցուց։ Ես Աստծո խոսքի չէ կարդացի, ուրիշ բան կարդացի քեզ։ Ավելին ասեմ, սա ոչ Պողոս առաքյալի խոսքերն է, սա անձամբ Հիսուսի խոսքերն են։ Մեզ ինչու է թվում, որ մենք ավելի սիրող եւ հոգեվոր պիտի լինենք, քան Հիսուս Քրիստոսը։ Եթե Հիսուսն է այսպես ասում, բայց մենք դա չենք անում, ասում ենք դե մեղք կա, ամոթ է, բա ինչ կմտածեն։ Մենք ավելի հոգեվոր ենք ուզում թվանք այս ժամանակ, ավելի սիրող ենք ուզում թվանք այս ժամանակ, քան որ Հիսուս Քրիստոսն է։ Դա այդպես չի։ Եվ եթե մենք այս խոսքերը զանց ենք անում, մենք ուղակի եւ անուղակի ձևով ջուր ենք լցնում բամբասանքի ջաղացի վրա։ Ուղակի կամ անուղակի ձևով։ Որովհետեւ գիտես, չարախոսությունը, բամբասանքը, դա սատանայի զենքն է, եւ մենք նրա աշխատանքն ենք անում այս ժամանակ։ Հայտություն 12:10։ Երկու տեղեր կընթերցեմ եւ կաղոթենք։ Գրված է, որ եւ երկնքից ուժեղ ձայն լսվեց, որ ասում էր. այժմ եղավ մեր Աստծո փրկությունը, զորություն ու թագավորությունը, իշխանությունը նրա օծյալի, որովհետև անկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը։ Եղբայրների դեմ չարախոսողը անկավ, որ գիշեր ու զոր մեր Աստծո առաջ չարախոսում է նրանց մասին։ Երբ որ եղբայրը եղբոր դեմ չարախոսում է, բամբասում է, դա սատանայի գործիքն է։ Դա նույն նրա ջաղացի ջուր է լցնում։ Երբ որ կա չարախոսություն եղբայրը եղբորից, սա սատանայի գործն է։ Մենք պիտի ավետարան քարոզենք, սա Հիսուսի գործն է։ Մենք կանչված ենք մեկս մյուսին ծածկենք։ Մեկս մյուսի համար ծածկողներ եւ աղոթողներ լինենք։ Եփեսացիների 4:29 ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Մի քանի հարցեր, որոնք քեզ կարող են կանգնեցնել, երբ որ դու պատրաստվում ես կամ ընկել ես այդ բամբասանքի մեջ կամ պետք է մտնես, այս մի քանի հարցերին պատասխան ինքդ քեզ։ Իմ խոսացածը բժշկում է, թե խոցում է։ Այս քննարկումը բժշկություն է, թե խոցում է մարդուն։ Ես պատրաստ եմ նույնը ասել նրա երեսին։ Եթե դու պատրաստ ես նույնը ասես նրա երեսին, ում մասին խոսում ես, հավիտյան լռի, կարի բերանդ, թլպատի լեզուտ, կծի լեզուտ, միջև այուն թափելու չափ ջանք գործադրի, կռվի դրա դեմ, բայց մի խոսա։ Եթե դու պատրաստ ես նույնը ասես նրա երեսին, ես ուզում եմ նրա փրկությունը, թե քանդում եմ այդ հարաբերությունները։ Այս հարցերին պատասխանի, դու ինչի համար ես խոսում, դու ուզում ես, որ նա փրկվի, բժշկվի, վերականգնվի, թե որ քանդվի լրիվ հարաբերությունները։ Ինձ լսողը արդյոք հավատի շինություն է առնում, թե հակառակը։ Ում հետ որ ես խոսում եմ, ինքը ամրապնդվեց հավատքի մեջ, ում հետ որ ես խոսում եմ, ինքը շինություն ստացավ, ում հետ որ ես խոսում եմ, ինքը ավելի զորացավ, թե քանդվեց մի բան, թե փոխհարաբերություններ փչացավ, թե կասկածի մեջ ընկավ։ Ինձ լսող արդյոք շնորհ է ստանում։ Նոր կարդացի, ինչ որ խոսացեք շնորհի համար, որ ձեր լսողները շնորհ ստանան։ Ես իմ ուզում եմ, որ մենք բոլորս ապաշխարենք, որովհետև թանկագիներս բամբասանքը մեղք է, որը մենք չափազանց երկար ենք արդարացրել։ Գիտես ինչպես ենք արդարացրել, դե քննարկում ենք, դե վերլուծում ենք։ Այս խոսքերով մենք շատ ենք արդարացրել բամբասանքը։ Այսօր Աստված գիտես ինչ է ասում, մաքրեք ձեր շուրթերը եւ ես կբժշկեմ ամբողջ մարմինը։ Եթե մեր շուրթերը կեղտոտ եղան, կեղտոտ, ապականված, եթե մեր լեզուն գեհենից ծնվի, չի կարա մարմինը մաքուր լինի, չի կարա, անհնարին է։ Իմ կոչն այսօր
Եթե դու խոսել ես քո քրոջ կամ եղբորը մասին նրա մեջքի հետևում, տարածել ես խոսակցություններ, խոսակցություններից հետո քանդվել են փոխհարաբերությունները, փչացել են, պատ է առաջացել, արդարացրել ես ինքը դու քեզ, թե ես ուղղակի կիսվում եմ այս խոսքերով, կամ ուղղակի լռել ես, երբ որ քո ներկայությամբ բամբասել են, սա ապաշխարության ժամանակն է ուրեմն։ Նորից եմ ասում, եթե դու խոսել ես քո քրոջ կամ եղբոր մեջքի ետևում, նրան առանց նրան ասելու դու գնացել խոսացել ես, առանց նրանից ճշտելու, արդյոք նման բան եղել է։ Դու նման բան խոսացել ես, կամ նման բան ասել ես, խի ես ասել, որն է դրդապատճառ եղել, կամ նա սխալ ինֆորմացիա ունի։ Եթե դու դա արել ես նրա մեջքի ետևում, հետո տարածել ես խոսակցությունը, այդ զառազան հիվանդությունը տարածում ես։ Ու խոսակցություններից հետո քանդվել են փոխհարաբերություններ, ու դու քեզ ուղղակի արդարացրել ես։ Ես ուղղակի կիսվում եմ, բաղում հետ կիսվեմ, քո հետ կիսվեմ, քեզ ունեմ հարազատ կամ եւ այլն, կամ ուղղակի լռել ես, երբ որ քո ներկայությամբ բամբասել են, դու մասնակից ես բամբասանքի ուրեմն, եթե չես ծեփել այդ բերանը, եթե չես ասել մի վարքյան, արի կանչեք այդ մարդուն, ումից դու խոսում ես, քո սխալ պատկերացում ունես, ուրեմն սիրելիներս, ես առաջարկում եմ, որ մենք հիմա աղոթենք ու ներողություն խնդրենք, ու եթե փչացրել ես, ավիրել ես, գնա եւ կառուցիր, ամեն ջանք գործադրի, մինչև արյուն թափելու չափ ջանք գործադրի, որ այդ հարաբերությունները նորից վերականգնես, եթե քո պատճառով է քանդվել, եթե չէ, ուղղակի, եթե չես կարա հերոյա կամ այդ մարդը մահացել է եւ այլն, չգիտեմ, դու կիմանաս քո կյանքը, ուղղակի Աստծուց ներողություն խնդրի, ու խնդրի Աստծո սուրբ արյունը այդ իրավիճակի վրա, որը կարա մաքրի։ Ապաշխարենք, աղոթենք, ես խնդրեմ, որ ոտքի կանգնենք, խնդրեմ փառաբանության թիմը նույնպես գա։ Սիրելի եկեղեցի, եթե դու քեզ համարում ես եկեղեցու անդամ, եթե դու քեզ համարում ես այս եկեղեցու անդամ, Տիրոջ մարմնի մաս, շատ ուշադիր եղիր, որ հանկարծ քո պատճառով, խոսակցությունների պատճառով ինչ-որ մեկին չհեռացնես Աստծուց եկեղեցուց։ Եթե ինչ-որ մեկը հեռացել է, հասկանում ես, պատասխան ես տալու, մի օր գայթակղություններ գալու են, միևնույն է լինելու են, միևնույն է խոսակցություններ լինելու են, խոսալու են, գայթակղություններ գալու է, բայց վայ նրան ում ձեռքով է դա գալու։ Աստծո խոսքը ասում է, լավ ինքը ծնված չլիներ։ Կամ մի ծանր քար կապած լինեի նրա պարանոցից եւ նետեին այդ ծովը, ջուրը։ Շատ ուշադիր լինենք մեր խոսքերին, մեր խոսացածին։ Ինչպես ենք դա խոսում։ Խոսում ենք քո մոտ ինչ որ մեկից, ինձանից, գիտեմ շատ եք խոսացել։ Խոսացողներդ այստեղ նստած եք։ Գիտեմ բամբասել եք, բողոքվել եք ինձանից։ Գիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Բայց դու ինձանից չես զգացել դա, իմ վերաբերմունքից դա դու չես զգացել։ Ինձանից են խոսում, ինձանից են բամբասում, ինձ բերեմ օրինակ, ինձանից են բամբասում, ասա մի րոպե խնդրում եմ սպասի, զանգի մի րոպե հետո քո կողքն եմ։ Կգամ, կնստենք, կխոսենք։ Եվ եթե ես իրականում դա արել եմ, որը չի բացառվում, ասած լինեմ կամ արած մարդ եմ, կարամ սխալական լինեմ։ Միս եմ, արյուն եմ։ Ես անձամբ ներողություն կխնդրեմ քեզանից։ Կամ այդ մարդուց, խոստանում եմ քեզ, այսքան մարդկանց առաջ։ Եվ այն մարդկանց առաջ, ովքեր որ լսելու են մեզ հետո։ Ես խոստանում եմ Աստծո առաջ, Աստծո հրեշտակների առաջ, անձամբ կգամ։ Մոտիկ լինեմ մի րոպե հետո այդտեղ եմ, հեռու մի քանի ժամ հետո այդտեղ եմ։ Չշարունակես խոսակցություն հանկարծ, չտարածես, չտանես։ Որտեվ այս եկեղեցին արդեն մի քանի անգամ ցնցվել է խոսակցությունների պատճառով։ Այս եկեղեցին մի քանի անգամ ցնցում է ապրել, բամբասանքի պատճառով։ Որ իմացել եմ, չեմ կարողացել կանխել, գիտես ինչու, հովիվ ջան ինձանից դուրս չգա ուղղակի։ Ասի ու գնացել ես, կրակը գցել ես գոքս, ասես պահի։ Աստծո խոսքը ասում է, որ կրակը գրկել, ինքը չի կարա չվնասվի։ Նետել ես իմ դաշտ կրակը, ինձանից դուրս չգա ու գնացել ես։ Բրծար, լավ է, էլի,
ասածը ասեցիր ու գնացիր։ Հետո ցնցվում է։ Հետո մարդիկ են հեռանում։ Հետո այդ մարդիկ մեռնում են հոգևորում։ Ո՞վ է դրա պատասխանը տալու։ Եվ եթե դու դրա մասն ես եղել, մենք միասին հիմա աղոթք կանենք, Աստծուց ներողություն խնդրենք մեր պիղծ նենք խոսքերի համար, մեր չարախոսությունների համար, մեր շուրթերը պիտի օրհնեն, այլ ոչ թե չարախոսեն։ Չի կարա նույն անսկիզ դառը եւ քաղցր ջուր բխի, չի կարա անհնարինա։ Ամեն։ Արի խոնարհվենք Աստծո առաջ, խոնարհեցնենք մեր գլուխները։ Ամենագետ, ամենակարող Աստված, մենք ներողություն ենք խնդրում քեզանից, մենք ապաշխարում ենք, որ թույլ ենք տվել մեզ չարախոսենք, թույլ ենք տվել մեզ բամբասենք, սխալ բաներ տարածենք, կամ մասնակցել ենք, մարդիկ խոսել են, ես լռել եմ։ Տեր, աղաչում եմ քեզ ներիր մեզ։ Եվ ես աղոթում եմ, որ քո ապաշխարության հոգին իշնի այս դահլիճում յուրաքանչյուրի վրա։ Եվ այն բոլոր մարդկանց վրա, ովքեր հիմա այստեղ չեն, վնասվել են բամբասանքից, զոհ են եղել բամբասանքի, կամ բամբասել են։ Տեր, քո կրակն եմ խնդրում այդ մարդկանց կյանքերի վրա, լեզուների վրա, մտքերի վրա։ Եվ ես Հիսուսի անունով, որպես ես եկեղեցու հովիվ, արգելում եմ բամբասանքի ոգուն, այդ դևին, որը բուն է դրած եղել, ես քանդում եմ սատանա քո գործերը եկեղեցու վրայից, ես քանդում եմ չարի բոլոր ծրագրերը եկեղեցու վրայից, Հիսուսի անունով, եւ ամեն չարախոսություն ես արգելում եմ քեզ, ամեն բամբասանք, ամեն պիղծ խոսք, ամեն դառ արմատ, թող որ քանդված լինի Հիսուսի անունով, բամբասանք դու արմատախիլ ես եղած այս եկեղեցու մեջից Հիսուսի անունով, ամեն քո ատրիբուտներով, ամեն քո խոսքերով եւ խոսակցություններով, թեև թվում է որ դա կարեկցող է, թեև թվում է որ ես ուղակի օգնում եմ, ես ուղակի բացում եմ, ես քանդում եմ քո գործունեությունը այս եկեղեցու մեջից Հիսուսի զորավոր անունով։ Տեր, ես խոսում եմ որ բարձրանա իմունիտետը այս եկեղեցու վրա Հիսուսի անունով, բամբասանքի դեմ, թող բարձրանա իմունիտետը, չարախոսության դեմ, Հիսուսի անունով։ Սատանա քանդված են քո գործերը, քո պիղծ գործերը, դու չունես ոչ մի իշխանություն եւ իրավունք, դու չունես ոչ մի բաժին ես եկեղեցու մեջ, Հիսուսի անունով, քանդված է քո գործերը, Տեր փառավորվիր եւ մեծարվիր, Տեր որ քո անունը փառավոր լինի, Հիսուսի անունով մենք օրհնում ենք քեզ ու մեծարում ենք քեզ, Տեր ներիր մեզ, մաքրի մեր շուրթերը եւ աղոթում եմ Տեր որ քո սուրբ արյունը արյանը ծածկոցը լինի ամեն մեկիս վրա, մեր գործերի վրա, մաքրի, ծածկի եւ ամեն մի վնաս եթե կրվել է Տեր եղել են, թող որ քո արյունը լինի այդ խոսքերի վրա եւ ամեն մի պատճառահետևանքային կապ թող որ ոչնչացված լինի քո արյան շնորհիվ եւ բոլորս ասեցինք ամեն Կողոսացիների 4:6 ձեր խոսքը միշտ թող շնորհով ինչպես աղով համեմված լինի ես ուզում եմ քո ուշադրությունը դարձնել միշտ բառի վրա ձեր խոսքը միշտ թող շնորհով ինչպես որ աղն է համեմում այդպես էլ համեմված լինի մեր ամեն մի խոսք ու խոսակցությունը որովհետև եկեղեցին ուժեղ է ոչ թե այն ժամանակ երբ որ շատ խոսքեր ունի եկեղեցին ուժեղ է ոչ թե այն ժամանակ երբ որ շատ քարոզներ ունի խոսքեր ունի այլ երբ յուրաքանչյուր խոսք լցված է սիրով եւ ճշմարտությամբ դա է ուժեղ եկեղեցին դա է ուժեղ խոսակցությունը դա է ուժեղ քարոզը Ես հավատում եմ եւ ուզում եմ հավատամ, որ այսօր դու որոշում ես կայացրել կամ կկայացնես, որ պայքարելու ես այդ չարիքի դեմ։ Ինձ հետ միասին։ Անձամբ ես պայքարելու եմ այդ չարիքի դեմ։ Եվ ես խնդրում եմ քեզ ուղղակի ինձ միացիր։
Եվ մենք մի մեծ բանակ կլինենք այդ երևույթը քանդելու եւ կործանելու գործում Տիրոջ մարմնի մեջից։ Համաձայն ես իմ հետ, հա? Համաձայն ես իմ հետ։ Ուրեմն փառք Հիսուսին։ Միասին պայքարենք այդ չարիքի դեմ։ Բան ես լսել, կանգնեցրու, ընկերես ուղակի կամ անուղակի ձևով բամբասակի մեջ, կանգնեցու խոսակցությունը, կանչիր այդ երրորդ մարդուն։ Կանչիր ուղակի, ասա խոսացեք, մի հատ ես լսեմ։ Եթե չէ, իմ մոտ չխոսաս, ասա, ծեփիր այդ բերանները։ Դժվար կլինի, իհարկե դժվար կլինի։ 1, 2, 3 անգամներից հետո դու կզգաս ինչ հաղթանակ ակալի քո վրա։ Դու կզգաս, որ Աստված ոնց է ցնցում քո ներսում։ Որտեղ դու դա հաղթեցիր այդ պահի համար։ Բարձի քո ձեռքը։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։ Տերը օրհնի քեզ շատ։ Ուզում եմ հավատամ, որ դու այսօր անկեղծ ասեցիր ամեն, անկեղծ քո ձեռքը բարձրացրեցիր եւ անկեղծ էր, երբ որ դու համաձայնեցիր ինձ հետ։ Տեր օրհնի քեզ շատ, ունենաս հրաշալի շաբաթ, Աստծով լցված։ Վերականգնվել են մեր բոլոր աղոթները, տնային խմբակները, եղիր ակտիվ եւ եկեղեցական կյանքի մեջ։ Մի երկ կվերցնենք, կպատվենք մեր Տիրոջը եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տերը քեզ շատ օրհնի։ Սիրում եմ քեզ Քրիստոսի սիրով։